Բա ոնց կարելի է նման հսկա տարածքը 5 միլիոն դրամով չվարձել։ Հա, ոնց կարելի է։ Ոնց կարելի է։ 1440 քառակուսի մետր մակերես, նոր ստանդարտներով, ժամանակակից, համ շրջենք, համ պատմենք։ Ամեն ինչ կա, վերանորոգված է, կարող է ծառայել որպես արտադրական պահեստային տարածք, շատ հարմար է, բեռնատարները կարող են հանգիստ այստեղով անցնել, տեսեք։ 5-6 մետր կա այս առաստաղի բարձրությունը, 1440 քառակուսի շինությունն է, 1200 քառակուսի հողամասի վրա եւ կից ունենք եւս 800 քառակուսի կպած հողամաս օժանդակ, որը կարող եք կամ վարձակալել կամ գնել, եթե ցանկանաք։ Այո, այս գույքը եւ վաճառվում է եւ վարձով է տրվում։ Ավելի շատ հակված ենք վարձակալության, դրա համար շատ հարմար գին ենք ասում 5 միլիոն դրամ։ Տեսեք հակահրդեհային համակարգերը, կամերաները, անվտանգության համակարգերը, ամեն ինչ կա։ Մի 2 միլիոն դոլարն էլ ինչա չտակ նման գույքը ձոր աղբյուրում այդ երկու կողմից գեղեցիկ ասֆալտապատ ճանապարհով, շատ լավն է։ բայց 2-4 միլիոն ենք ասում, մի քիչ կիչնենք։ Լի բարձր մեքենա կարող է մտնել, այսինքն տարածքն է։ Լավ պեչերու վաֆլի տենց արտադրամաս կլինի ըստ ինձ, կամ տրիկոտաժ, վերևում գրասենյակներն է, գնանք ցույց տանք։ Դպրոց կարող է ծառայել, սա որպես մարզասրահ լինի, վերևի հարկերը արդեն դասարանները լինեն, կամ մանկապարտեզ։ Դպրոցի էին ցանկանում վերցնեին, մանկապարտեզի նույնպես կարող է լինել, այդ 800 քառակուսին օժանդակ սարքում են գեղեցիկ խաղահրապարակ, այստեղ մարզասրահ, վերևում արդեն վերելակ ունենք անգամ, համ աստիճաններով կարող ենք բարձրանալ, համ վերելակով։ Հավատացնում եմ, որ 0-ից կառուցեք նման շինություն, կծախսեք ավելին, քան 2 միլիոն դոլարը։ Քանի որ օր-օրի թանկանում է եւ արհեստավորի վարձատրությունը եւ շինանյութը։ Ձյաննա։ Հա, այստեղ նույնպես հարկի, մի ցույց տանք մարդը ինչեր է արել, տեսեք, ըհը։ Ջրի համար ռեզերվուարներ 6 տոննա։ 6 տոննա։ Ձյաննա ջան, ես գինարփուկից հետո սուրճել եմ ուզում խմեմ, Վերևը դժվար սուրճ կա, քաղցրավենիք կա, միշտ սեփականատերը ես առաջին անգամ չեմ այս տարածքում, ինձ հյուրասիրել է։ Արի աղաս ջան։ Լինքոլն վերելակ, տեսած կա Լինքոլն, մեքենա տեսել էի, վերելակ ոչ, ամերիկյան է հավանաբար։ Ընդհանուր 3 հար կա։ 3 թե 2։ 3։ Երկրորդը ավելի ոնց որ Հա, փաստորեն վերևը 2 հարկում է։ Չէ, առաջի հարկում բաժանած է, չէ, 1 ու 2 աստիճաններով։ Դու ցույց տուր, ես պախմելի մեջ եմ, մի քիչ խառնում եմ։ Այս սա 3-րդ հարկն է արդեն, գրասենյակային տարածքն է միանգամից։ Շլավ օֆիսը կլինի, չէ։ Հա, շատ իր արտադրամասով։ Բեք օֆիսը կնստի, ներքև արտադրությունը, պահեստը, շատ հարմար են սարքել իրականում։ Շրջենք։ Լուսավորը ամենակարևորը, տեսեք, խոհանոցը արդեն կա, ընդմիջումը կարակ անեք հանգիստ։ Տեսեք, օթորակիչները շատ են եւ Mitsubishi։ Իրականում այս մարդը իր համար է կառուցել, ոչ թե կոմերցիոն։ Ինչ-ինչ պատճառով նպատակահարմար չի գտել, հետո գրասենյակը տեղափոխի։ Լուսամուտով։ Աշխատողները կարող են դուրս գալ այստեղ ընդմիջել, սուրճ խմել, ծխելու զոնան է։ Այո։ Չիլից անել։ Պասիսարն էլ է երևում։ Տեսեք աղջիկներ ինչ գեղեցիկ տարածք է, նույնպես օթորակիչները լի ջեռուցումը գազով ունենք, սանհանգույցներ նախատեսված է յուրաքանչյուր զոնայի համար առանձին եւ ցուցադրենք այն 800 քառակուսի մետր հողամասը ձյանակ։ Այո։ Սա շեֆի կաբինետն է։ Դիրեկտոր ջան, տես պատշգամբով ես է պետք է ես կաբինետ ունենամ, որի մեջ երբեք ժամանակ չեմ ունենա նստեմ, 800 քառակուսին։ Սա ձորախտյուրի, չգիտեմ որ փողոցն է, բայց ամենագեղեցիկ ասֆալտապատ փողոցն է։ Ամենակարևորը որ ավտոկայանատեղի էլ կա։ Դա էլ է կարևոր։ Մուտքերը երկու կողմից։ Մի սպասեք, զանգահարեք, մի հապաղեք, մի մտածեք երկար։ Բիզնեսմեններ ջան, զանգեք, եկեք ձեր գործունեությունը ծավալեք։ Մի երկու սեղան աթոռ կդնեն ու կսկսեն։ Այո, ինչ վատ է։ Հետո կենտրոնում աղմուկ, փոշի, այստեղ հանգիստ, մաքուր օդ, կայանման հնարավորությունը մեծ մեքենաների համար։ Քաղաքը շատ արագ զարգանում է դեպի այս արվարձանային հատվածներ, նույնը Վուդսնա հարևանությամբ։
Դա է երկրորդը։ Հա, առաջին հարկում նույնպես ունենք ռեսեպշոնի այս հատված, հյուրընկալի։ Հա, եւ ունենք այս զոնան, հա։ Այո։ Շատ մեծ ֆուտուրիստական է։ Եթե օրինակ որպես արտադրական պահեստային մաս դիտարկեն, սա կլինի պահեստային մաս ու ապրանքները կարող են այստեղ պահել հանգիստ։ Ոչ, ես կարծում եմ պահեստային բավականին մեծ մաս ունեն, այստեղ կնստի ցեխի վարիչ։ Հա, կամ է։ Ոսից միանգամից բարկան աշխատողների վրա, որ ցենց աշկը միշտ պահի արտադրության վրա։ Չէ՞։ Այո։ Իսկ վերևը արդեն տնօրինություն է։ Կամ երկու բիզնես է կարող են միավորվել, Հա, այո։ բարձել առանձին գրասենյակ եւ ներքև արտադրություն, շտապ եք խնդրում, շտապ եք։ Որովհետև լավ տարբերակ է։ Շատ սիրուն տարբերակ է, շատ սիրուն։ Մատչելի 5 միլիոն դրամ ամսական, մի րոպե քառակուսի մետրով հասկանանք վարձակալությունը։ 5 միլիոն, բաժանում ենք 1440-ի, 3472 դրամ, հարկն է կներառենք մեջը, էլ ինչ ասեմ։